եւ այստեղ մի շատ կարեւոր դիտարկում անեմ ընկերներ, որը կոնֆլիկտային հարաբերություններում իմ կարծիքով, իմ սեփական, հա, ես չգիտեմ, շաբաթվա մեջ 30-ից ավել թերապիա եմ ունենում, սեանս եմ ունենում, իմ սեփական փորձառությունից ելնելով կարող եմ ասել, որ կոնֆլիկտային իրավիճակներում անչափ կարևոր է, որ դուք մի պահ կանգ առնեք եւ հարց ուղղեք ինքներդ ձեզ. արդյոք ես իմ դիմացինին հարգում եմ, որովհետեւ դուք երբեմն գուցե բացահայտեք, որ դուք ձեր ներսում պտտում եք այնպիսի հարցեր, որ ինքը ինչ է հասկանում, որ սա ով է, որ ինձ ասի։ Օրինակ, չգիտեմ, երբ որ ես աշխատում եմ բժշկական կոլեկտիվներում, տեսնում եմ, որ ավագ մասնագետները հաճախ սկսնակ մասնագետների նկատմամբ ունեն նմանօրինակ վերաբերմունք, որ դեղնակտուցա ինչ է հասկանում, որ կամ օրինակ կարող են ասել հիվանդի երես չի տեսել, նա ինչ գիտի, գրքից այն կողմ ինչ է տեսել, այսինքն երբեմն այս հասուն ավագ մասնագետների դերը, դիրքը այնպիսին է, որ իրենք կարող են կոնֆլիկտի բռնվել երիտասարդ մասնագետների կադրերի հետ, միայն այն պատճառով, որ իրենք իրենց մտքում չեն հարգում